լրատվականն է, ձեզ հետ Լիլիթ Համբարձումյանն է։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել Արամ Խաչատրյան համերգացրահում կազմակերպված Սիմֆոնիկ Մասուրյան համերգին, որը նվիրված էր անվանի կոմպոզիտոր Տիգրան Մասուրյանի ծննդյան 87-ամյակին։ Համերգային ծրագիրը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության օրհներգով, ի նշանավորում Հայաստանի Հանրապետության բանակի օրվա։ Ողջույնի խոսքում նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը, ինչպես նաև մայստրո Տիգրան Մասուրյանի 87-ամյակը, ընդգծելով, որ նա հայ մշակույթի ամենասիրված և կարևորագույն արվեստի գործիչներից է։ Մեզնից յուրաքանչյուրը մայստրոյի երաժշտության հետ ունի հոգևոր և հուզական կապ։ Նրա ստեղծագործությունները հարազատ են բոլորիս, քանի որ դրանց երևույթները մեզ ուղեկցել են կյանքի տարբեր իրավիճակներում։ Սա Տիգրան Մասուրյանի արվեստի հզոր և միավորող ուժն է, հազվադեպ երևույթ է, երբ հանճարեղ արվեստն ու մարդկային պարզությունը մեկտեղվում են։ Սիրելի մայստրո, ձեր դեպքում այս համատեղումը իրողություն է, որի համար ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել։ Ձեր պարզ համեստ մարդկային կեցվածքն ու ներկայությունը նաև սովորեցնում են ինչպես ապրել, թողնելով մեծագույն ժառանգություն, իր շնորհավորական խոսքում նշել է նախարարը։ Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ պետության աջակցությամբ վերանորոգվում է Արտիկի Տիգրան Մասուրյանի անվան մշակույթի կենտրոնը, որը հնարավորություն կտա ձևավորել տաղանդավոր երեխաների բացահայտման և ստեղծագործական դրսևորման նոր հարթակ։ Սիմֆոնիկ Մասուրյան համերգային ծրագրի շրջանակում հնչել են Տիգրան Մասուրյանի հայկական կինոնկարների և թատերական ներկայացումների համար գրված ստեղծագործությունները, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյան, համերգի դիրիժոր Տիրան Նիկողոսյան։ Համերգը անցկացվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, իսկ ծրագրի գործընկերն է Հայաստանի կինոյի հիմնադրամը։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում կայացավ ավանդական ապարանյան ձմեռ 2026 գունեղ մարզամշակութային փառատոնը, որը հերթական անգամ ձյունառատ Խաչասարում համախմբեց ոչ միայն ապարանցիներին, այլև տարբեր մարզերից ու համայնքներից ժամանած մեր հայրենակիցներին։ Փառատոնի ներկային վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը, համայնքապետեր, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ղեկավարի կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք։ Արայիկ Հարությունյանը մարզպետի հետ շրջեց Ապարանի բնակավայրերը ներկայացնող տաղավարներով, զրուցեց ապարանցիների հետ, ծանոթացավ տեղական արտադրողներին և հետաքրքրությամբ լսեց նրանց փորձի ու ավանդական արտադրության պատմությունները։ Փառատոնի ընթացքում կազմակերպվեցին նաև մարզական խաղեր ու մրցաշարեր, որոնց հաղթողները արժանացան պատվոգրերի և մրցանակների։ Փառատոնը ոչ միայն ամրապնդեց համայնքային կապերը, այլև նպաստեց մարզի ավանդույթների, մշակույթի և սպորտի ներկայացմանը, ընդգծելով Ապարան համայնքի յուրահատուկ, գունեղ ու ջերմ մթնոլորտը։ Փետրվարի 13-ին Ապարան քաղաքի հրապարակում մեծ շուքով նշվեց Ծառան Թարաչի տոնը։ Նախ կատարվեց անդաստանի կարգ, ապա տեղի ունեցավ նորապսակների օրհնության արարողությունը եկեղեցու հոգևորականների մասնակցությամբ։ Տոնական միջոցառումը շարունակվեց մշակութային գեղեցիկ ծրագրով։ Ապարանի արվեստի դպրոցի սաները ազգային երգ ու պարով լցրեցին հրապարակը, պարգևելով ջերմություն և բարձր տրամադրություն։ Խարույկի շուրջ համախմբված ապարանցիները պահպանեցին դարավոր ավանդույթը, վառ պահելով հավատքն ու ազգային արժեքները։ Ապարանում ազգային եկեղեցական տոները միշտ նշվում են բարձր պատրաստակամությամբ և միասնական ոգով։ Թալին համայնքի «Հայ եմ» հիմնադրամի դուստրնատան մարզիկներ Դավիթ Օհանյանը, Միսակ և Նարեկ Գրչյանները, ինչպես նաև Գոր Գաբրիելյանը Դուբայ քաղաքում մասնակցել են ուժային եռամարտի աշխարհի առաջնությանը։ Մարզիկները հանդես են եկել ծանրաձողով, ձգում և կքանիստ վարժություններում, ցուցադրելով բարձր պատրաստվածություն, ուժ և կամային հատկանիշներ։ Մրցումների ընթացքում նրանք գրանցել են հաղթանակներ և հաջողություններ, արժանապատվորեն ներկայացնելով Հայաստանը և բարձր պահելով Թալին համայնքի մարզական պատիվը միջազգային հարթակում։ 7-ին Թալին համայնքի Արագածապան բնակավայրում անցկացվեց հիշատակի և խոնարհման միջոցառում, նվիրված հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների անմար հիշատակին և հայոց բանակի սխրանքներին։ Միջոցառմանը ներկա էին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, Արագածապան բնակավայրի բնակիչներ, ինչպես նաև մեր հերոսների հարազատները։ Համայնքի ղեկավարը իր խոսքում խոնարհվեց նահատակների հիշատակի առաջ և հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորեց ներկաներին, ընդգծելով, որ համայնքի խաղաղ ու կայուն կյանքը պայմանավորված է հերոսների անձնազոհությամբ։ Միջոցառումը ուղեկցվեց մշակութային ծրագրով, որի ընթացքում Թալինի մշակութային կենտրոն հոսքի,
Թալին Արագածավան և Արտենիկ կենտրոնների սաները, դպրոցականներն ու մանկապարտեզների սաները ներկայացրին հայրենասիրական երգեր, ասմունքներ և պարեր, արտահայտելով իրենց սերը հայրենիքի, ինչպես նաև հարգանքը հայոց բանակի և հերոս զինվորների նկատմամբ։ Հիշատակի միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Արագածավանի համայնքի համար հերոսների հիշատակը սուրբ է, իսկ խաղաղության պահպանումը բոլորիս պատասխանատվություն է։ Հունվարի 27-ին հիշատակի և խոնարհման օրվա շրջանակում Ապարյանի համայնքապետարանի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակազմերը, ավագանու անդամները, համայնքի վարչական տարածքների ղեկավարներն ու բնակիչները Ապարյան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ և Ապարյանի հոգևոր հովիվների օրհնությամբ այցելեցին Ապարյանի վերածնունդ հուշահամալիրի զինվորական պանթեոն։ Այստեղ իրականացվեց ծաղկեդրման արարողություն և հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ բոլոր պատերազմներում զոհված հայրենիների։ Հունվարի 27-ին հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհման օրվա առթիվ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը համայնքապետարանի ներկայացուցիչների և համայնքի բնակիչների հետ այցելեց Թալինի գերեզմանատուն և Պանթեոն, ինչպես նաև Արագածավանի հերոսներին նվիրված հուշահամալիր։ Այցի ընթացքում իրականացվեցին ծաղկեդրում և խնկարկում, կատարվեց խոնարհում՝ ի նշան խորին հարգանքի և երախտագիտության հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրված հերոսների անմար հիշատակի հանդեպ։ Փետրվարի 16-ին ժամը 18:30-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա նկարիչ Հասմիկ Հարապուլյանի «Երևանն ու իր գույները» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսի նպատակն է ջրաներկի, նուրբ և թափանցիկ լեզվով ներկայացնել Երևանի գեղեցիկ անկյունները, քաղաքի լույսը, տրամադրությունն ու շարժը։ Հասմիկ Հարապուլյանը նկարիչների միության անդամ է և մասնագիտացած է ջրաներկի արվեստում։ Նա մասնակցել է մի շարք խմբային և անհատական ցուցահանդեսների, ներկայացնելով ոչ միայն քաղաքային պեյզաժներ, այլև հայկական միջավայրին նվիրված աշխատանքներ։ Ցուցահանդեսը բաց է մինչև փետրվարի 27-ը։ Սպորտային նորություններից հունվարի 28-ին Ապարյան համայնքի մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի 34-ամյակին նվիրված Ապարյան համայնքի սեղանի թենիսի բաց առաջնությունը։ Մրցաշարը անցավ լարված և հետաքրքիր պայքարում։ Հաղթողները պարգևատրվեցին դրամական մրցանակներով և պատվոգրերով։ 60-ից ավելի տարիքային խումբ՝ առաջին տեղ Վարդան Հովսեփյան, երկրորդ տեղ Վարդգես Արմենակյան, երրորդ տեղ Արամ Սարգսյան։ 45-ից 60 տարիքային խումբ՝ առաջին տեղ Արթուր Զաքարյան, Ծաղկաշեն, երկրորդ տեղ Խաչիկ Ավագյան, երրորդ տեղ Շերժիկ Շմավոնյան։ Մինչև 45 տարեկաններ՝ առաջին տեղ Արայիկ Աթոյան, երկրորդ տեղ Անդրանիկ Ավետիսյան, երրորդ տեղ Հայկ Մադոյան։ Կանանց աղջիկների խումբ՝ առաջին տեղ Էլեն Գրիգորյան, Ծաղկաշեն, երկրորդ տեղ Լիաննա Գևորգյան, Եղիպատրոշ։ Հունվարի 31-ից փետրվարի 2-ը Վաղաշապատ քաղաքում տեղի ունեցավ Լևոն Շողոյանի անվան հունահռամբայական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը։ Մրցաշարին մասնակցում էին Լատվիայի, Նորվեգիայի և Վրաստանի մարզիկներ։ Աշտարակի մարզադպրոցի սաները ևս մասնակցեցին մրցաշարին և գրանցեցին հաջող արդյունքներ։ Մհեր Կարապետյան 42 կգ, երրորդ տեղ, Խաչիկ Խաչատրյան 110 կգ, երրորդ տեղ, մարզիչ Ահարոն Մխիթարյան։ Այսքանը մեր լրատվությունը սպառվեց։ Տեսություն։